ցողիկ շեմ անցածները մասնակցում են, թե նոր ընտրություններ արտահերթ։ Երկրորդ փուլի դեպքում կառուցակարգը ըստ էության պետք է լինի այնպիսին, ինչպես օրինակ, եթե պատկերացրեք քաղաքացիական պայմանագիրը ոչ թե ստացել է ըստ ԿԸՀ տվյալների, դա կարևոր արձանագրում է, 49% ձայն, այլ դրանից պայմանական 7-8% նվազ։ Այդ ժամանակ կարծես թե նույնիսկ ձայների փոշիացումը չէր գալու օգնության 50 գումարած 1 մանդատ ստանալու տեսանկյունից, հա? Այդ ժամանակ ինչ պետք է լիներ։ Ըստ ընտրական օրենսգրքի պետք է քաղաքական ուժերը միասին ունենային կոնսուլտացիաներ հնարավոր կոալիցիայի ձևավորման եւ վարչապետի թեկնածուի անձի շուրջ։ Կարծես թե կանխատեսելի է, որ քաղաքացիական պայմանագրի հետ որևէ մեկը նման համաձայնություն չէր ունենալու, բայց մյուս կողմից ընդդիմադիր ուժերն էլ համախմբված բավարար ձայներ չէին ունենալու կառավարություն ձևավորելու համար։ Այդ ժամանակ ինչ պետք է լիներ։ Ամենից շատ ձայներ ստացած ուժերը պետք է մասնակցեին երկրորդ փուլի։ Հիմա սահմանադրական դատարանը նույնիսկ այդ լիազորությունը ունի, այսինքն դա եւս նախատեսված է։ Ինչպես այն պետք է իրացվի, ինչ կառուցակարգով, որ հիմքերի դեպքում հաշվի առեք, սահմանադրական դատարանը Հայաստանում միակ մարմինն է, որը վերիշխանական է եւ որը նաեւ, այսպես ասած, ունի լիազորություն սահմանելու։ Ինքը իրապես միջազգային փորձում էլ եվրոպական երկրներում բացառիկ առաքելությամբ մարմին է։ Հենց դրա համար սահմանադրական դատարանի անկախությունը պետք է լինի ամենաբարձր մակարդակում։ Բայց մենք ունենք այսօր սահմանադրական դատարան, որի կազմը բացառապես այլևս ձևավորված է 2018 թվականի մայիսին հաջորդած ժամանակահատվածում։ Ճիշտ եք։ Խնդրում եմ հաշվի առեք, որ նաև ես կարծես չեմ հիշում դեպք, որ 7 ուժ դիմի սահմանադրական դատարան, սա իսկապես աննախադեպ է։ Եվ ես սա կարևորում եմ, որովհետև երբ մենք խոսում ենք, որ ընտրությունները ազատ եւ հավասար պայմաններում չեն եղել, դա փաստորեն առնվազն այլևս իրավական փաստ որպես հանդիսանում է 7 ուժերի կողմից դիմում ներկայացնելու տեսանկյունից։ Մյուս հանգամանքը, արդյոք պետք է այլ ուժերը, որոնք չեն դիմել սահմանադրական դատարան, բայց սահմանադրական դատարանի կողմից ճանաչվեին որպես երրորդ անձ։ Այո, կարող էին եւ պետք է ճանաչվեին։ Հակառակ դեպքում հասկանալի չէ, ինչի համար է քաղաքացիական պայմանագիրը հենց նման կարգավիճակ ստանում։ Միակ բացատրությունը, որը սահմանադրական դատարանի որոշման մեջ տեղ չի գտել, բայց եթե դա բարձրաձայն են, ինչ որտեղ դա ընդունելի կլինի։ Եթե սահմանադրական դատարանը եւս առ երևույթության, այսինքն այս նախնական փուլում արդեն իսկ տեսնում է, որ հիմնական խախտումների հեղինակ հենց քաղաքացիական պայմանագիրն է, այդ իսկ պատճառով որպես երրորդ անձ ներգրավում է, որ այսպես ասած հակառակ կարծիքն էլ լսի։ Բայց չեմ կարծում այդպես արձանագրի սահմանադրական դատարանը կամ կարող է բոլորին զարմացնել։ Հարգելի գործընկերներ, ես շատ շնորհակալ եմ։ Լսում եմ ձեզ։